Ժողովուրդ թերթին իշխանական շրջանակներից փոխանցվել է տեղեկություն, ըստ որի Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը հոկտեմբերի 27-ին նրան գահընկեց անել։ Մինչ այդ իրավապահները կշարունակեն ճնշումները հոգևորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք կաթողիկոսին ազգական են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ կաթողիկոսի քեռորդի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի երկամսյա կալանքի դեպքում։ Թերթն արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում վարչապետը նախատեսում է մասնակցել Հովհաննավանքի պատարագին, որը կազմակերպել է 17 հոգևորականի ձերբակալման պատճառ դարձած ՔՊԻ կողմից հովանավորվող Տեր Արամ Քահանան։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանը կտա իր ծրագրի հաղթական մեկնարկը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II գահակալության օրը նրան գահընկեց անելու պլանավորմամբ։ Իրավունքը գրում է, նախորդային բերման ենթարկած քահանաներին ոստիկանական բաժիններում փորձել են ըստ որոշ տարածված լուրերի, այսպես ասած, վերբով կանել։ Մասնավորապես փորձել են համոզել, որ Տեր Արամի նման նույնաբովանդակ ցուցմունքներ տան, ասեն, թե եպիսկոպոսները փող ունեն, դուրս կգան, իսկ դուք կփտեք բանտերում։ Բայց հոգևորականները անկոտրում են մնացել, ինչին ի պատասխան իրավապահներն ասել են՝ դե դուք գիտեք։ Ժողովուրդը գրում է, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը ըստ ամենայնի միայն մեկ անձի թիրախավորում չէ։ Այն մեկնակետն է, որից հետո սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը։ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին հետևել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին, առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Հրահանգի տրամաբանությունը պարզ է։ Հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին կհավաքեն բոլորին։ Իրավունքի կառավարական աղբյուրների փոխանցմամբ 3 Փաշինյանը ցնծության մեջ էր հոգևորականներին բերման ենթարկելուց հետո։ Ասում են, թե մասնավոր զրույցներում ասել է, որ հոգևորական դասին եւ նրանց սատարող հասարակությանը շուտով անակնկալ է սպասվում։ Տուշոնկա օպերացիային երանի են տալու, էլ սեքս սկանդալ, էլ Ալան-Թալանի տեսարաններ։ Ըստ աղբյուրի ամեն բան արվելու է, որ հոգևորականները դուրս գան իրար դեմ ու սկսվի այն, ինչ մեկ տարի գծում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն անուղղակի հրահանգ է իջեցրել։ Գլխատել այն թեմերը, որոնց պատասխանատուները փորձում են իշխանությանը դավաճան կամ այլ պիտակավորում տալ։ Ավելին, նույն աղբյուրի փոխանցմամբ Արագածոտնի թեմի առաջնորդից սկսել է եւս պատահական չէր։ Փաշինյանը ցանկանում է կաթողիկոսին ճնշել բարոյապես։ Ըստ նույն աղբյուրների հաջորդիվ թիրախում են Գուգարաց եւ Սյունիքի թեմի առաջնորդները, որոնք հարազատ եղբայրներ են։ Ցանկում կան նաև հոգևորականներ, որոնց տեսարաններով լի բերման ենթարկելու օպերացիա կարող է իրականացվել։ Ավելին, եթե ոմանց համար տարօրինակ է, որ սա արվում է վաղարշապատի ընտրությունների շեմին, ապա Փաշինյանի համար սա իսկ ժամանակն է, որպեսզի Մանվել Գրիգորյանի տեսարաններից էլ բեթար տեսարաններ հրամցնելով հուսահատված ու հիասթափված հանրության ձայները բերի ՔՊԻ օգտին։ Հրապարակը գրում է. թվում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է։ Զեկույցը ժամկետած լինելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահն ուղարկել է ԱԺ գաղտնի բաժին, լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։ Հանձնաժողովականների մեծ մասը եւ զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել եւ ապացուցել, որ ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է իր սխալ եզրակացությամբ։ Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը եւս հանձնաժողովի գործունեությունից մոտ 1 տարի անց դրվեց քննարկման։ Այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզյանի որոշմամբ, քանի որ թե ԱԺ կանոնակարգ օրենքի, թե սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է։ Իսկ այս հանձնաժողովները սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում են իրենց առանձնահատկություններով։ Գլխադասային պաշտպանության հանձնաժողովն է ծառայում իբրև քննիչ հանձնաժողով, եւ քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը հետեւաբար նաեւ զեկույցը շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը։ Հրապարակը գրում է. Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը։ Խոսակցությունները թե ամեն ինչ անելու են, որ մեր ձևով ուժին չգրանցեն, թույլ չտան մասնակցել ընտրություններին, իշխանական թիմում բուռն քննարկվում է։ ՔՊԻ-ում կարծում են, եթե Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը 0-ի են հավասար, եւ պարտությունն անխուսափելի է։ Ուստի ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծել, որ այդ ուժը չլինի ընտրաթերթիկում։